Պարոն Գրիգորյան, օրվա խորհրդի հետ կապված մայիսի 9-ը մենք նշել ենք որպես եռատոն, սակայն Շուշիի անկումը այն հիմա Ադրբեջանի կազմի իշխանության ճանաչումը կարծես թե տոնը լիարժեք չի դարձնում։ Այս տոնի օրվա խորհրդի հետ կապված դիտարկումները արտադրանքը։ Այդ ամեն ինչը ժամանակավոր է, ճիշտ է, մենք ունեցենք հզոր եռատոն, բայց մենք կարանք ժամանակի ընթացքում դարձնենք այդ եռատոնը քառատոն ու մենք անելու ենք դա։ Գալու է ժամ, ոնց որ 90-ական թվականներին ենք արել, այնպես էլ գալու է ժամանակը նույն բանը մենք կրկնելու ենք, եւ Շուշին մերն է լինելու, եւ Արցախն է մեր լինելու, եւ բանը լավ է։ Եվ Նախիջևանն է մեր լինելու։ Ինչպես է պատկերացնում պատերազմի միջոցով, դիվանագիտության միջոցով։ Դիվանագիտության միջոցով երբևիցե որևէ հարց չի դզում։ Դզում եմ ուժն է ծնում իրավունքը։ Երբ որ գա ժամանակը մենք խմբավորվենք, այս իշխանություններին կհեռացնենք եւ այս իշխանությունների հեռացումից հետո նորից կվերազինենք մեր բանակը, կտնտեսապես կհզորացնենք մեր երկիրը եւ պատրաստ կլինենք հակառակորդին թելադրելու, այն ժամանակ էլ կթելադրենք բնականաբար։ Իսկ այսօր խորհուրդը, այսօր մենք բոլորս էլ բոլոր գիտակից մարդիկ, ովքեր որ գիտակցում են Եռաբլուրի դերն ու նշանակությունը, այսօր եկել ենք ինչպես միշտ մշտական մեր հարգելի տուրքը մատուցելու մեր նահատակ հերոսներին, իսկ ովքեր որ չեն գիտակցում, հիմա գտնվում են չգիտեմ ինչ քարոզ արշավների մեջ կամ չգիտեմ որտեղ, ուրիշ տարիներ այստեղ լեփլեցուներ լինում, նույնիսկ ճանապարհները փակեր չեն կարողանում մոտենանք, իսկ հիմա մենակ հասկացող մարդկանց համար այսօր, որ մարդիկ եկել են այսօր ինչպես միշտ մենք չենք գալիս ձևական ծաղկեպսակներ կամ ծաղիկներ դնելու կամ սրտից խոնարհվելու կամ կապիկավարի ինչ որ ծնկելու ինչ որ շիրմաքարի մոտ։ Մենք եկել ենք ռեալ ու միշտ գալիս ենք ռեալ մեր ընկերների, մեր զինակից ընկերների հարգագիր տուրք մատուցելու ու դա միշտ լինելու է այդպես, մեր համար եռատոն է, մեր համար Շուշի ազատագրման օրը տոն է, մեր համար արենական մեծ պատերազմի հաղթանակները տոն են եւ այդ տոները մենք պետք է բազմապատկենք, եռապատկենք, խառապատկենք եւ մեր ինչքան շատ տոն ունենք հայ ազգում, մենք հաղթանակներ ունենանք, այնքան մեր փառք ու պատիվն է եւ մեր ծերուններին ինչ որ բան ունենանք թողելու։ Պարոն Գրիգորյան, երբ Ղարաբաղը մերի չի եղել, մինչդեռ հիշում ենք, որ գնացել էր Ստեփանակերտ, հրապարակում հայտարարում էր Ղարաբաղը եւ Ճիշտ է, չի ուզենա, որովհետեւ քաղաքական հարցերի պատասխանայի, բայց Փաշինյանի հարցի ասեն, ես երեք արդեն պատասխանել եմ, ուղղակի պետք չի Փաշինյանի որևէ հայտարարությանը ընդհանրապես լսել կամ հաշվի տեղ դնել, որովհետև Փաշինյանը ինչ ասես կարա հայտարարի։ Փաշինյանը կարա հայտարարի, որ ինքը վաղը լինելու է Թուրքիայի նախագահան կամ ասենք Ռուսաստանի նախագահան։ Ինքը ինչ ասես կարա հայտարարի։ Փաշինյանի հայտարարություններին կարան ուշադրություն դարձնեն այն մարդիկ, ովքեր որ դեռևս չեն գիտակցում, թե ինչ որտեղ են ապրում կամ ինչ միջավայրում են ապրում, կամ ով է Փաշինյանը կամ ով է Փաշինյանի շրջապատը։ Ուղղակի պետք չի հաշվի տեղ դնել, մենք ովքեր որ փորձում են Փաշինյանի ասածները հաշվի տեղ դնել, ոնց որ մենք Փաշինյանի համար հատուկ PR ենք կազմակերպում։ Պետք չի, թող խոսա, բթամենը շատ կարճ ժամանակ է մնացել։ Շուտով հաղթելու ենք, շուտով գալու է ուժեղ Հայաստան ենք ստեղծելու ու տնտեսապես հզոր Հայաստան ենք ստեղծելու եւ պատրաստ ենք լինելու բոլոր մեր հարևան երկրների հետ համագործակցելու ըստ արժանապատվի։ Նաեւ Ադրբեջանի հետ։ Ոչ, Ադրբեջանի հետ չի կարելի համագործակցել ոչ մի պատերազմում։ Ընդհանրապես ոչ մի պատերազմում, ոչ էլ առևտրի պատերազմում։ Ադրբեջանը միշտ եղել է մեր թշնամին, միշտ լինել է մեր թշնամին ու երբ չի կարող երկրագնդում լինել մի այդպիսի ժամանակաշրջան, որպեսզի մենք Ադրբեջանի հետ ինչ-որ բարեկամական ինչ-որ կապեր ստեղծենք, թեկուզ առևտրային։ Դա բացառվում է, դա իմ համար դա խորտ է, հնարավոր չի։ Թուրքիայի հետ, ասպա ընկերություն մի արագ, ամենից հանելուց միշտ բանը ձեռդ լինի բանի պատրաստ, որ ամեն րոպե սատկացնես Թուրքին։